Թույլ կտամ ինձ արձանագրել, որ վերջին 100-ամյակների ընթացքում մենք մշտապես ապրել ենք լավագույն ապագայի սպասումով։ Երկարաժամկետ պլանում երազել ենք անկախության մասին, իսկ կարճաժամկետում ակնկալել մեզ իշխող կայսրությունների բարեհաճությունը։ Վերջին 3 տասնամյակում դրան ավելացել է նաև խաղաղության սպասումը։ Եվ այսօր երջանկությամբ եմ արձանագրում, որ մենք առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում։ Այսուհետ մեր ապագան կախված է միայն մեզնից, մեր ստեղծարարությունից, արտադրողականությունից, որոշում կայացնելու կարողությունից եւ փոխվելու արագությունից։ Հետևաբար ապագան արդեն այսօր է եւ հենց այսօրվա ցանած սերմերն են ապահովելու վաղվա պտուղները, այսօրվա կայացրած որոշումներն են ձևավորելու մեր ապագա պետությունն ու հասարակությունը։ Մեր երեխաների ապագան որևէ կերպ նման չի լինելու մեր եւ մեր ծնողների անցյալին։ Ոչ միայն այն պատճառով, որ աշխարհն է փոխվել, եւ այլևս երբեք նման չի լինելու անցյալի աշխարհին, այլ որովհետեւ այսօրվա մեր կայացրած որոշումների տրամաբանությունը տրամագծորեն տարբեր է նախկին որոշումների տրամաբանությունից։ Մեր որոշումների առանցքում Հայաստանի Հանրապետությունն է եւ այստեղ ապրող մարդը։ Այս տրամաբանությամբ արվարձան կամ պերիֆերիա ասվածն այլևս գոյություն չունի։ Ողջ Հայաստանի Հանրապետությունը կենտրոն է, այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ ինքնին։ Կենտրոնի մաս են այն բոլոր համայնքները եւ բնակավայրերը, որտեղ մենք հսկայական ներդրումներ ենք իրականացնում հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Այսօր մեր կառուցած դղյակներն ու պալատները, դպրոցներն ու մանկապարտեզներն են եւ լավ աշխատանքի իրական արդյունքը ոչ թե մեր ընտանիքի բարեկեցության, այլ բյուջեի եկամուտների ավելացումն է, կամ որ նույնն է թե հայաստանցիների բարեկեցության բարձրացումը, որի ազդեցությունը զգում է յուրաքանչյուրը։ Մեր մոտեցումների ազդեցությունը տնտեսության զարգացման վրա ոչ միայն տեսանելի է, այլ նաև չափելի։ Մեր իրականացրած քաղաքականությունները արտահայտվում են ֆինանսական կայունության, եկամուտների աճի, ներդրումային միջավայրի վերափոխման եւ տնտեսության ներառական ու երկարաժամկետ աճի մեջ։ Թեև մեր զարգացման հիմքում մեր իսկ ընդունած որոշումներն են, սակայն լինելով համաշխարհային տնտեսության անբաժանելի մաս եւ վերջինիս արդեն իսկ ավելի ակտիվ մասնակից, կարևոր է նաեւ հասկանալ, թե ինչպիսի գլոբալ եւ տարածաշրջանային միջավայրում ենք մենք գործում։ 2025 թվականին համաշխարհային տնտեսությունը չնայած առևտրային լարվածություններին եւ աշխարհաքաղաքական անորոշություններին ցույց տվեց բավականին բարձր դիմադրողականություն։ Միացյալ Նահանգներում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը շարունակել է մնալ մասնավոր սպառումը, սակայն Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով աճի տեմպը աստիճանաբար կդանդաղի, եթե 2024 թվականին այն կազմել է 2.8%, ապա 25 թվականին ակնկալվում է 2, իսկ 26-ին 2.1% աճ։ Եվրոգոտում տնտեսական վերականգնումը մնում է թույլ, բայց կայուն։ Այստեղ դեռ զգացվում են էներգետիկ ճգնաժամի եւ ֆինանսական խստացման հետևանքները, սակայն սպասվում է տնտեսական աճի որոշակի արագացում պայմանավորված ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ եւ գնաճային ճնշումների մեղմացմամբ։ Իսկ Չինաստանում երրորդ եռամսյակում աճը դանդաղել է պայմանավորված անշարժ գույքի շուկայի թուլացմամբ եւ սպառման թույլ տեմպերով։ Ըստ կանխատեսումների տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն 2025 թվականին կազմելով 4.8%, իսկ 26-ին 4.2%։ Ռուսաստանում, որտեղ անցած տարի աճի տեմպը կազմել էր 4.3%, 25 թվականին սպասվում է ընդամենը 0.6%, իսկ 26-ին շուրջ 1%։ Եթե խոսենք ապրանքահունքային շուկաներից, ապա Brent տեսակի նավթի միջին գինը ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել է 14.4%-ով։ Սպասվում է, որ 25 թվականին նավթի գինը կնվազի 15.7%-ով, կազմելով շուրջ $68 մեկ բարելի դիմաց, իսկ 26 թվականին մոտ $60։ Պղնձի միջազգային շուկաներում միտումները հակառակն են։ Գինը աճել է հասնելով գրեթե $10,000 մեկ տոննայի դիմաց եւ կանխատեսում է, որ աճը կշարունակվի 25 եւ 26 թվականներին։ Պայմանավորված վերականգնվող էներգետիկայի ոլորտում պղնձի նկատմամբ աճող պահանջարկով եւ որոշ հանքավայրերի մատակարարման խափանումներով։ Պարենային ապրանքների միջազգային գներն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին բարձրացել են միջինը 6.3%-ով։ Կաթնամթերքի, բուսական յուղերի եւ մսի գների աճի պատճառով թեև հացահատիկի եւ շաքարի գների նվազումը որոշ չափով մեղմել է ընդհանուր ճնշումը։
25 թվականի համար սպասում է շուրջ 6,4% աճ, իսկ միջնաժամկետում 2,2%։ Այս բոլոր երևույթներն իրենց դրական ազդեցությունն են ունենալու հաջորդ տարվա մեր ցուցանիշների վրա, որպես վառելիք ներմուծող եւ պղինձ ու պարենային ապրանք արտահանող երկիր։ Հարգելի գործընկերներ, մեր տեսլականը պարզ է։ Ուզում ենք մի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական եւ նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից իր ժամանակակից ենթակառուցվածքներով կդառնա տարածաշրջանի տնտեսական եւ մարդկային հոսքերի կարևոր հանգույց։ Այս պատմական խաղաղության ժամանակաշրջանը պատասխանատու քաղաքականության, հեռատեսության եւ առաջնահերթությունների ճիշտ հավասարակշռության մասին է։ Հենց այս մոտեցումն է մեզ առաջնորդել 26 թվականի ընտրական տարվա մեր բյուջեի նախագծման աշխատանքների ընթացքում։ Մենք կարողացել ենք համադրել կարճաժամկետ եւ երկարաժամկետ հնարավորությունները, գտնելով դրանց հավասարակշռման կետը, միաժամանակ պահպանելով ֆիսկալ կայունությունն ու նվազեցնելով դեֆիցիտը, ինչը կարելի է անվանել իսկապես աննախադեպ մոտեցում։ 2026 թվականին մենք սպասում ենք 5,4% տնտեսական աճ, գրեթե հասնելով հնա 12 տրիլիոն մակարդակին, որը գերազանցում է մեր նախնական կանխատեսումները։ Իդեպ, նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է Հայաստանի աճի կանխատեսումը 2026 թվականին սպասելով 5,5% տնտեսական աճ։ Քանի որ այս բյուջեն հնգամյա ծրագրերի շրջանակներում վերջինն է, կարևորում եմ ընդգծել 21-26 թվականների ընթացքում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև ներկայացնել բյուջեի աճի թիրախների եւ հարկեր հնաաճի մասին մանրամասները։ Ապագա զարգացումը կառուցվում է մեր նախկին հաջողությունների եւ ընդունած որոշումների վրա։ Եվ այսպես, վերջին 5 տարիների արդյունքներով մենք արձանագրել ենք միջինում 7,6% տնտեսական աճ։ Եվ ես ուրախ եմ, որ հնա 5,4% աճի կանխատեսումը այլևս սենսացիա չէ։ Հատկանշական է, որ տնտեսական աճը Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած քաղաքականությանը համահունչ ներառական է եղել։ Այն ուղեկցվել է մի կողմից զբաղվածության աճով, մյուս կողմից միջին աշխատավարձերի գնաճի տեմպերը էապես գերազանցող աճով, ինչպես նաև անհավասարության եւ աղքատության մակարդակի նվազմամբ։ Այս փոփոխությունների մասշտաբն առավել հստակ պատկերացնելու համար պետք է նշել, որ 25 թվականին հունվար-սեպտեմբեր ամիսներին վարձու աշխատողների թիվը շարունակել է աճել, արձանագրելով 4,8% աճ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 5,3%-ով, կազմելով 295,042 դրամ։ 2024 թվականի արդյունքներով աղքատության մակարդակը նվազել է 2%-ային կետով, կազմելով 21,7%, իսկ ծայրահեղ աղքատությունը 1,1%-ից նվազել է 0,6%-ի։ Նվազել է նաև անհավասարությունը բնութագրող ջինի գործակիցը, գտնվելով վերջին տարիների հետ համեմատած ցածր մակարդակում։ Եվ մենք ակնկալում ենք, որ այս միտումները կպահպանվեն, հատելով բարեկեցության ներկա սահմանները եւ նպաստելով մեր հասարակության բարօրությանը։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, հնայի 4,5%-ը, 25 թվականի 5,5%-ի դիմաց, միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2,8%։ Այս բյուջեով հարկաբյուջետային քաղաքականությունը մենք կառուցում ենք պատասխանատվությամբ եւ հավասարակշռությամբ։ Մեր նպատակն է շարունակաբար նվազեցնել բյուջեի պակասուրդը եւ պահպանել պետական պարտքը կայուն եւ կառավարելի տիրույթում, միջնաժամկետ հատվածում այն պահպանելով 50%-ին մոտ շրջանակում։